Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ես այսօր այս ժամին փորձեմ լինել հնարավորինս կարճ, բայց մի կարևոր նպատակ ունի այս ուղիղ եթերը, ինչպես մենք ձեզ ի սկզբանե խոստացել էինք, վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի, այն է իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ, պարբերաբար հաշվետվություններով հանդես գալ մեր սիրելի քաղաքացիների, մեր ժողովրդի առջև, որովհետև այս նախաձեռնությունը, որ մենք ցուցաբերել ենք, մասնավորապես Արթունեմ շարժման շրջանակներում, մենք հայտարարել ենք մի կարևոր սկզբունքի մասին, դա ամբողջական թափանցիկության և հաշվետվողականության հրապարակայնության սկզբունքն է, այսինքն չի կարող այս գործընթացի վերաբերյալ լինել մի բան, որը ես տեղեկատված լինեմ և այդ տեղեկությունը չփոխանցեմ մեր քաղաքացիներին, այսինքն մաքսիմում հրապարակային է ամբողջ գործընթացը և սրա հետ կապված չկա որևէ ներքին քննարկումներ, զարգացումներ, որոնց մասին մեր քաղաքացիները պիտի տեղյակ չլինեն, որովհետև սա մեր բոլորի շահերից բխող, բոլորի հետաքրքրությունների շրջանակում գտնվող գործընթաց է։ Եվ ես այս եթերի ընթացքում կփորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել այն զարգացումները, որոնք տեղի են ունեցել այս անցնող շաբաթվա ընթացքում իմպիչմենտի գործընթացի հետ կապված և նաև ձեզ ներկայացնել այն առաջիկա ծրագրերը, այն քայլերը, այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են տեղի ունենալ։ Ինչ իրավիճակում ենք մենք գտնվում, այս գործընթացը մեկնարկել է փաստացի 2025 թվականի ապրիլի 28-ից, երբ որ մենք մեր նամակները պաշտոնապես հանձնեցինք ազգային ժողովի պատգամավորներին։ Այդ ժամանակ ինչ իրավիճակ գոյություն ուներ, մի մեծ թվով մարդիկ կային, որոնք որ չէին հավատում այս գործընթացի հիմնավորվածությանը, մտածում էին, որ դա որևէ արդյունք չի տալու, անիմաստ է առհասարակ դրանով զբաղվելը, շատերը փորձեցին դա որպես անլուրջ որակել, անհետաքրքիր, անուշադրության փորձեցին մատնել, նույնիսկ սկսեցին վիրավորանքներ հնչեցնել, իմ հասցեին, Նարեկ Մալյանի հասցեին, փորձելով այս ամենը ներկայացնել անլրջության քողի տակ, որպեսզի այդ ձևով անցնի գնա և որևէ մեկը դրա մասին այլևս չխոսի։ Բայց ինչ տեղի ունեցավ, շատ կարճ ժամանակահատվածում այս գաղափարը ստացավ հանրային մեծ հնչեղություն և այսօր վստահ կարող ենք ասել, որ այն ներքաղաքական կյանքի գլխավոր օրակարգային հարցն է։ Այսինքն գոյություն չունի թերևս մեկ առիթ, որ որևէ քաղաքական գործիչ, լինեն ազգային ժողովի պատգամավորներ, թե այլ հասարակական քաղաքական գործիչներ, որևէ լրատվամիջոցում գնան հարցազրույցների և նրանց այդ հարցը չուղղվի, թե նրանք ինչ վերաբերմունք ունեն, ինչ կարծիք ունեն, ինչ դիրքորոշում ունեն իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ։ Դա դարձել է հանրային լուրջ քննարկման առարկա, մի մասը կողմ է, մի մասը դեմ է, բայց բոլորը խոսում են դրա մասին։ Եվ սա նաև ունի մեկ այլ առանձնահատկություն, որ սա վերջին շրջանում ներքաղաքական կյանքի այն բացառիկ օրակարգային հարցերից մեկն է, որի նախաձեռնողը Նիկոլ Փաշինյանը չէ։ Այսինքն, եթե մենք մինչև հիմա հետընթաց մոտենում էինք այն խնդիրներին, որոնց գեներացնողը, որոնց առաջնորդողը, ստեղծողը, թեմաները հասարակական քննարկումների Նիկոլ Փաշինյանն էր, սա ճիշտ հակառակն է։ Ինքը դիտորդ է, ինքը հետևում է այս թեմայի շուրջ զարգացումներին և արդյունքում մենք ունենք շատ դրական ընթացք, այն մարդիկ, ովքեր որ արհամարհական էին վերաբերվում, չէ դա չռնող բան է և այլն այս կարգի վերաբերմունքներ, պարզվեց, որ դա այնպիսի մի օրակարգային հարց է, որ ոչ թե սովորական քաղաքացու դիմում է պատգամավորներին, այլ այնպիսի մի հարց, որի վերաբերյալ ազգային ժողովի գոյություն ունեցող 3 խմբակցություններից 2-ը որպես խմբակցություն են դիրքորոշումներ արտահայտել դրա վերաբերյալ և արդեն գոյություն ունի ըստ էության այդ գործընթացի նաև պաշտոնական մեկնարկ, մասնավորապես 2 պատգամավորներ, 3 պարզ դարձավ հայտարարություններից, մասնավորապես Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը արդեն նույնիսկ սկսել են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, առաջադրելով Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մանուկյանի թեկնածությունը։ Անկեղծ ասած, մենք երբ որ նախաձեռնում էինք դիմել պատգամավորներին, լեգիտիմ ակնկալիք ունեինք, որ
այս գործընթացի մեկնարկը կտան ընդդիմադիր խմբակցություններում ընդգրկված падգամավորները, այն տրամաբանությամբ, որ նրանք էին խոստացել մեր քաղաքացիներին, որ падգամավոր ընտրվելու դեպքում իրենք ամեն գնով բոլոր հնարավոր ջանքեր, այդ թվում падգամավորական լիազորություններ օգտագործելու են Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու համար։ Բայց ի զարմանս մեզ մենք ընդդիմադիր խմբակցություններից ավելի շատ դիմադրություն ենք ստանում այս գործընթացին, այլաբանական շատ ժամանակ անհիմն մեկնաբանություններ, քան գործընթացի մեկնարկ եւ անսպասելիորեն այդ գործընթացի մեկնարկը տալիս է այլ падգամավորներ։ Իհարկե սրա մասին խոսեմ, դա դեռ չի նշանակում, որ այլ նախաձեռնություններ չեն կարող լինել, այլ նախաձեռնություններ, որոնց կարող են միանալ ավելի մեծ թվով падգամավորներ, քան երկու падգամավորներն են, սա դրա մասին դեռ կխոսենք։ Այս անցնող շաբաթվա ընթացքում ես մասնավորապես փորձեցի կիրառել մի հետաքրքիր գործիք, դա ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության գործիքն է, ճիշտ ասած ես հատուկ չեմ դա նախաձեռնել, ամեն ամիս ազգային ժողովում, ազգային ժողովի փոխնախագահները եւ համշտական հանձնաժողովները կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն։ Նախապես ազգային ժողովի կայքում հայտարարություն են դնում, որ քաղաքացիները ցանկանում են, գրանցում են, գնում, մասնակցում են ընդունելության։ Քանի որ մենք նամակներ ենք ուղղել падգամավորներին եւ մեծամասնությունից падգամավորների որևէ նամակի պատասխան չէինք ստացել, որևէ պատասխան չէինք ստացել, ես որոշեցի այդ գործիքակազմը օգտագործել այս նպատակով եւ նաեւ հանրային տիրույթ բերել բոլոր падգամավորներին լսելու նրանց կարծիքը իմպիչմենտի գործընթացի վերաբերյալ։ Եվ զանգել գրանցվել եմ երկու փոխնախագահների ազգային ժողովի եւ բոլոր հանձնաժողովների մոտ ընդունելության արժանանալու համար։ Ու անցած շաբաթվա ընթացքում եղել են կայացած եւ չկայացած ընդունելություններ, հանդիպումներ, շատ հետաքրքիր ամփոփում է այս մեկ շաբաթվա ամփոփումը։ Կայացած հանդիպումը դա տեղի ունեցել մայիսի 12-ին տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման գյուղատնտեսության շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ընդունելությանը եկել էր միայն մեկ падգամավոր, Հայաստան խմբակցության падգամավոր Արման Ղազարյանը, որին ես ներկայացրեցի վարչապետին անվստահություն հայտնելու հիմքերը, նա ըստ էության առարկություն չներկայացրեց, այսինքն ընդունեց, որ կառավարությունը իրոք չի կատարում իր գործունեության ծրագիրը, հատկապես իրենց հանձնաժողովի պատասխանատվության ոլորտին վերաբերող հարցերում, բայց հստակ չասաց, որ ինքը պատրաստվում է անվստահության գործընթաց նախաձեռնել, եւ ես խնդրեցի, որ ինքը այդ իմ խնդրանքը, պահանջը, հիմնավորումները ներկայացնի իրենց հանձնաժողովի մյուս բոլոր անդամներին, այսինքն հանձնաժողովի, այլ ոչ թե խմբակցության կամ այլ գործընկերների, որովհետեւ ինքը ընդունելությանը եկել էր իրենց հանձնաժողովի անունից եւ նա խոստացավ, որ առաջիկա հանձնաժողովի նիստում այդ հարցը կբարձրացնի եւ կդառնա այդ հանձնաժողովում քննարկման առարկա։ Մենք մեծ ուշադրությամբ կհետևենք տնտեսական տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովի առաջիկա նիստը եւ կտեսնենք պարոն Արման Ղազարյանը ոնց է այդ հարցը բարձրացնում, վստահ եմ, համոզված եմ, չեմ կասկածում, որ նա իր այդ խոստումը կկատարի եւ այդ հարցը կներառվի իր առաջարկությամբ կներառվի իրենց հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում։ Մյուս կայացած հանդիպումը եղել է մայիսի 15-ին պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ։ Հանձնաժողովի կողմից եկել էր միայն մեկ падգամավոր, որևէ խմբակցությունում չընդգրկված Հայաստան խմբակցության կազմից դուրս եկած падգամավոր Գեգամ Նազարյանը։ Գեգամ Նազարյանը ըստ էության խուսափեց մեր հարցերին պատասխանելուց, ավելին ասաց, որ ինքը նույնիսկ խոստովանեց, որ տեղյակ չի կառավարության գործունեության ծրագրին, ծանոթ չի այդ ծրագրի բովանդակությանը, որ ինքը իր պատգամավորական պարտականությունների կատարման հարցում թերանում է, ինքը կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն չի իրականացնում, նման ինչ-որ տարօրինակ նաև խոստովանություններ կատարեց եւ որևէ հանձնառություն չունեցավ, չստանձնեց, որպեսզի այդ իմ ներկայացրած հիմնավորումները ներկայացնի պետաիրավական հարցերի հանձնաժողովի մյուս անդամներին, բայց ես խնդրել եմ, որ դա իրականացնի եւ հուսով եմ, որ ինքը կմտածի այդ մասին եւ անպայման այդ առաջարկությունները, հիմնավորումները կներկայացնի պետաիրավական հարցերի հանձնաժողովին։ Ուրեմն ավելի շատ են եղել չկայացած հանդիպումները, մենք ակտիվում ունենք
4 չկայացած հանդիպում, որոնցից երկուսը ազգային ժողովի փոխնախագահներ, սկզբում Ռուբեն Ռուբինյանի, երեք նաև Հակոբ Արշակյանի հետ նախատեսված հանդիպումներն էին։ Այդ հանդիպումներին իրենք եկել էին, այսինքն քաղաքացիների ընդունելությանը իրանք եկել էին ազգային ժողովի ընդունարան, իզնից առաջ սպասող քաղաքացիներին հրավիրել են ներս, նրանք հանդիպում ունեցել են Ռուբեն Ռուբինյանի հետ, երեք նաև Հակոբ Արշակյանի հետ, բայց երբ որ նրանց հետ հանդիպումը ավարտվում է, այլ քաղաքացի չկար սպասող, ես էի սպասում, ինձ է մոտեցել, երկու դեպքում էլ նույն իրավիճակն է կրկնվել, երկու դեպքում էլ ինձ մոտենում է ազգային ժողովի աշխատակազմի ընդունարանի աշխատակցուհին եւ հայտնում է, որ պարոն Ղազարյան, ձեզ պարոն Ռուբինյանը կամ պարոն Հակոբ Արշակյանը չեն ուզում ձեզ հետ հանդիպել, պատճառաբանելով իմ քաղաքական գործիչ լինելու հանգամանք, այսինքն ոչ թե ընդունելությունն է հետաձգվում, իրանց ինքնազգացողությունն է վատացե, իրանք չեն կարող այլ անհետաձգելի գործեր ունեն, այլ դեմոնստրատիվ կերպով հատուկ ընդգծելով իմ հանձնական հանգամանքը, ասում են, որ ձեզ հետ չեն ուզում հանդիպել։ Ընդ որում սա այն դեպքում, երբ որ ես հանդիպումից առաջ նույնիսկ իրենց հետ եմ, իրենց պարագայում եմ ազնիվ գտնվել եւ նախապես ասել եմ, թե ինչ հարցեր եմ պատրաստում իրենց հետ քննարկել, այսինքն օրինակ, որ եւ Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը ընդգրկված են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի կազմում։ Ուզում եմ իմանալ, թե նրանք ինչ դեր են իրականացնում այդ հանձնաժողովում, ինչ նիստեր են արել, առաջիկայում երբ են նիստ անում, կամ նրանք ընդգրկված են եղել երկուսն էլ Նիկոլ Փաշինյանի հետ միասին, Սասուն Միքայելյանն է եղել, ՔՊ-ից նաև այլ գործիչներ են եղել 2016 թվականին մայիս ամսին մարդական հերթապահություն են իրականացրել որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության ուրեմն կամավորական ջոկատի մասնակիցներ, մարտիկներ մարտական հերթապահություն են իրականացրել Արցախի Հանրապետությունում, Մարտակերտի շրջանում, Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկի կազմում։ Հիմա իրենք փաստորեն իրենց մարտական ծառայության հերթապահության վայրը համարում են Ադրբեջանի տարածք 1991 թվականից։ Ես ուզում եմ հասկանալ, ասենք, սա ինչ կարգավիճակ ունեն իրենք փաստորեն ռազմական հանցագործներ են եղել 2016 թվականին Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություն են կատարել, թե պետական դավաճաններ են Հայաստանի համար, այսինքն 16 թվին իրենց ծառայության վայրը համարել են հայրենիք, գնացել են հայրենիքի պաշտպանության, խրոխտ հայրենասիրական երգեր են երգել, խրամատներ են փորել, աջակցել են պաշտպանության բանակին իր մարտական խնդիրների լուծմանը եւ հետո դա դավաճանել են, ասում են, չէ, դա Ադրբեջանը։ Այսինքն իրանք այդ տեսակետները պարտավոր են մեզ հիմնավոր ասել, տես չի, որ իրանք ՔՊ են կամ չգիտեմ ազգային ժողովի падգամավոր են կամ ազգային ժողովի նախագահի տեղակալ են, ուրեմն ինչ ուզում են պիտի անեն, ինչ ուզում են պիտի խոսեն, ինչ ուզում են պիտի հայտարարեն, տես չի, իրանք մեզ բոլորի առջև, քաղաքացիների առջև հաշվետու հանրային գործիչներ են եւ իրենց ամեն գործունեության համար պարտավոր են մեր քաղաքացիներին տալ խելամիտ բացատրություն եւ բնականաբար նաեւ իմպիչմենտի գործընթացի վերաբերել, բայց նրանք երկուսն էլ խուսափել են այդ հանդիպումներից, ակնհայտ է, որ նրանք վախեցել են այդ առերեսումից, վախեցել են այդ փաստերը հանգիստ մթնոլորտում քննարկելու, ակնհայտ է, որ չեն վախեցել ինձնից ֆիզիկապես, որ ես կարող եմ հանկարծ իրենց ծեծեմ կամ իրենց նկատմամբ բռնություն գործադրեմ, որովհետև ես նախ նման մտադրություն չունեմ, ես իմ կյանքում նման բան երբեք չեմ արել Եվ երկրորդը ֆիզիկապես էլ այտենց ես այտենց ցուցանիշներ չունեմ էլ որ մարդը ինձ տեսնելուց մտածի որ ես կարող հանկարծ իրանց բանը ֆիզիկապես պատժեմ Ակնհայտ է որ իրանք այն մարդուիկ նույնն Ռուբեն Ռուբինյան Հակոբ Արշակյան որ ազգային ժողովի դահլիճում այտենց խրոխտ ելույթներ են ունենում ընդդիմադիր падգամավորների դեմ այտենց դահլիճից շպրտելու բանի սենց անելու վերաբերել Պարզվում է, որ վախենում են իմ հետ ուղղակի հանդիպումներից։ Ես իհարկե դա անհետևանք չեմ թողել եւ անմիջապես հանդիպումների հաջորդ օրը այսօր առավոտ էլ գլխավոր դատախազին հաղորդում եմ տվել հանցագործության մասին։ Ես ճիշտ ասած դա հետո իմացա, մեր իրավաբան ընկերները այդ հարցում ինձ օգնեցին։ Քրեական օրենսգիրքը ունի հոդված, դա քրեական օրենսգրքի Ուրեմն 402 հոդվածն է, երներից է 203-րդ հոդվածի երկրորդ մասն է,
որը նախատեսում է խտրական վերաբերմունք պայմանավորված մարդու քաղաքական հայացքներով, այլ աշխարհայացքով, այսինքն այդ կապակցությամբ նրանք ակնհայտ է, որ խտրականություն են ցուցաբերել իմ քաղաքական հայացքներով պայմանավորված, հետևաբար ես հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին, ակնկալելով, որ առաջիկայում վարույթ կնախաձեռնվի եւ գլխավոր դատախազը հուսով եմ հաջորդ քառօրյա նիստերին կներկայանա ազգային ժողով եւ ուրեմն կպահանջի, որպեսզի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեն Ռուբեն Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը, որպեսզի նրանք այդ գործում ներգրավեն որպես մեղադրյալներ եւ վարույթ իրականացվի իրենց այդ կարգավիճակում։ Մայիսի 14-ին ուրեմն ընդունելություն էր նախատեսված աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում։ Այդ օրը դատական նիստ էր, որտեղ ես մեղադրյալ եմ Սահմանադրական դատանի դատավորների հետ հայտնի գործով։ Ես ճիշտ ասած համընկել էր ժամը դատական նիստի հետ, դատարանին միջնորդություն ներկայացրեցի, խնդրեցի, որպեսզի նիստը հնարավորինս շուտ ավարտվի, որպեսզի ես հնարավորություն ունենամ ազգային ժողովում մասնակցել այդ ընդունելությանը։ Դատարանը ցավոք չբավարարեց իմ խնդրանքը, միջնորդությունը, եւ ես ամբողջ ժամանակ այդ ընդունելության համար նախատեսված ժամերին եղել եմ դատարանում եւ ինքս չեմ կարողացել այդ օբյեկտիվ պատճառով ներկայանալ գնալ ազգային ժողով, որովհետեւ իմ կարգավիճակը մեղադրյալի է դատական նիստին, իսկ մեղադրյալը պարտավոր է մասնակցել դատական նիստին, այսինքն եթե անթույլատրելի լիներ, անհարգելի լիներ իմ բացակայությունը, դատարանը կարող է նույնիսկ փոխել իմ խափանման միջոցը եւ ավելի խիստ խափանման միջոց կիրառել, հետեւաբար ես բնականաբար ստիպված ենթարկվել եմ դատարանի որոշման պահանջներին։ Իսկ հետաքրիր ա եղել մայիսի 16-ին, այդ օրն էլ առավոտյան նախատեսված էր ուրեմն ընդունելություն տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ինձ զանգեցին ազգային ժողովի աշխատակազմից եւ ասում են, որ բանը տեղի չի ունենալու այդ ընդունելությունը առանց պատճառները նշելու։ Ինչը կարող է լինել պատճառը, ուրեմն արդեն ես փորձ եմ ձեռք բերել այդ ընթացքում, բարձում է հանձնաժողովի անդամները բոլորը չի որ գալիս են ընդունելության, չնայած իրավունք ունեն բոլորն է գալու, բայց իրար մեջ գրաֆիկ ունեն, կապ չունի դիմադիր պատգամավորն է թե իշխանական խմբակցության, քանի որ դա ամեն ամիս է այդ ընդունելությունը, ամիսը մեկը պատգամավորներից հերթապահության ինչ որ գրաֆիկ ունեն, մեկը գնում է ընդունելության։ Հիմա մեծ հավանականությամբ այս տնտեսական հարցերի հանձնաժողովում եղել է ԿՊ-ական պատգամավորի հերթը, այսինքն ինչ որ ԿՊ-ական պատգամավոր պիտի գար ընդունելության, ու ենթադրում եմ, որ իզնից բացի այլ քաղաքացի չի էլ գրանցվի ընդունելությանը մասնակցելով, որովհետև ով պիտի քաղաքացիներից գնար տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամի հետ հանդիպման։ Երևի նայել եմ, որ մենակ ես եմ ու պետք է լինի ԿՊ-ական պատգամավոր, հերթական անգամ վախենալով ինձ այդ հանդիպումից, արդեն տպավորությունն է, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում ներքին հանձնարարություն կա, որ խուսափեն ինձ հետ որևէ տեսակի հանդիպումներից վախենում են սրանք ինձ հետ առերեսվելուց, ինձ հետ հարցեր քննարկելուց, ու ասեն այդ հարցը հետաձգվում է։ Դե ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես հետևողական եմ այդ հարցերում, ոչ մի այդ կարգի անտրամաբանական անարդար որոշումները անհետևանք չեմ թողնում, անմիջապես մայիսի 17-ին հաջորդ օրը գրավոր հարցում եմ ուղարկել ազգային ժողովի աշխատակազմ, որպեսզի ինձ ասեն, թե որն է եղել առաջին։ Խնդրում եմ ասեք, թե որն է եղել այդ ընդունելության, քաղաքացիների ընդունելության հետաձգման պատճառները, երկրորդը որ պատգամավորի ներկայությունն էր նախատեսվում այդ ընդունելությանը, մա տեսնենք ով է ել որ փախել է։ Երրորդը, բացի ինձնից քանի քաղաքացիներ են գրանցված եղել ընդունելությանը մասնակցելու համար առանց անձնական տվյալներ ուզելու, ուղղակի քաղաքացիների թիվը, որտեղ նախապես գրանցվում է թե քանի քաղաքացի է եղել, ես զանգել եմ, գրանցվել եմ, տպավորություն եմ, որ այսինքն ինչ որ ես կասկածներ ունեմ, ուզում եմ գրավոր գրեն տան իմ ձեռը, էլի սրանք դե ճար չունեն, պիտի հարցումա պիտի պատասխանեն։ Եվ հաջորդ ընդունելությունը, հաջորդ հանդիպումը այդ հանձնաժողովում երբ է նախատեսված։ Մի խոսքով այսքանը ազգային ժողովի հանդիպումների հետ կապված, ասեմ ձեզ, որ եկող շաբաթվա ընթացքում եւ ամսի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին միայն ուրբաթ օրը չկա քաղաքացիների ընդունելություն, տարբեր հանձնաժողովներում առավոտվա ժամերին լինելու է ընդունելություն, ես նախապես գրում եմ, թե մի օր առաջ, թե հաջորդ օրը որ ժամի որ հանձնաժողովում ալում ընդունելություն, իդեպ ասեմ, որ
մեր լրագրողները շատ մեծ հետաքրքրությամբ են գալի լուսաբանելու այդ հանդիպումները, նրանց հնարավորություն է տրվում ուղիղ եթերով հեռարձակել այդ հանդիպումները, որոնք որ կայացել են, նաև ճեպազրույցներ ա տեղ ունենում, ես անհրաժեշտ մեկնաբանություններ եմ տալի, պատասխանում նրանց հարցերին եւ բազմաթիվ լրատվամիջոցներ են գալիս ինձ հետ միասին աշխատելու, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր լրագրողներին, լրատվամիջոցներին, մեր գործընկերներին, որովհետև մարդիկ գիտեն, որ ես ոչ թե անձնական հարցով եմ գնում իրանց հետ շփվելու, այլ հարցերով, որոնք կարող է հետաքրքրման լայն հասարակությանը, մեր ժողովրդին, դրա համար էլ իրենք դա գիտակցելով նաև գալիս են մեկնաբանելու։ Ասեմ դες, որ շատ անհարգալից վերաբերմունք կա մեր քաղաքացիների հանդեպ պատգամավորների կողմից, ես առաջին անգամ եմ սրան շփվում, մասնավորապես ասենք, որ փաստոցին մեր նամակներին տենց չեն պատասխանում այդ մարդիկ, այսինքն քաղաքացուց նամակ են ստացել, մեկը ճղում է, մեկը ասում է նետել եմ աղբար կղը, մեկը ամբողջ խմբակցության անունից մի հատ պատիվ ունեմ, մի հատ գրություն են ինձ ուղարկել, մոտս այդ ինչ որ իրանք հրապարակել են, առանց նշելու էլի, ընդհանրենք Էդգար Ղազարյանին, չէ, ես օրինակ իրանց գրել եմ ազգային ժողովի падգամավոր Հայկ Մամիջանյանին կամ, չգիտեմ, Թաքուի Թովմասյանին, ենթադրում էր, որ իրանք էլ պիտի գրեին, ասեին քաղաքացի Էդգար Ղազարյանին, ի պատասխան ձեր գրության, չէ, ես մի հատ վերնագրով, մի հատ տեքստ ա ուղարկած, այդ պատիվ ունեմ խմբակցությունից, Հայաստան խմբակցության ոչ մի падգամավոր ինձ ընդհանրապես նամակին չի պատասխանես, այլ է շատ տարօրինակ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից երկու падգամավոր է գրավոր պատասխանը ընդամենը, որ պատասխանի բովանդակությունից էլ հասկանում եմ, որ իրանք նամակի էությունը չեն հասկացել, նրանցից առաջիկայում առանց այդ հանձնաժողովներից բռնեմ, կանցնեմ նրանցից առանձին հանդիպումներ խնդրելու ստրատեգիային, սրանց հանգիստ չեմ թողնելու, սրանք ճար չունեն, Էդգար Ղազարյանի ձեռն են ընկել, սրանք փրկություն չունեն պարտավոր են բացատրություն տալ Հայաստանի քաղաքացուն իրենց գործունեության համար, այս կոմֆորտ զոնան, որ այսքան տարի դրանց համար ստեղծվել է, այդ այլևս գոյություն ունենալ չի կարող։ Մենք շատ ժամանակ չունենք սրանց այդ բաները տեղ տալու համար։ Իսկ Հայաստան խմբակցությունից դե գիտեք մայիսի 2-ին հայտարարություն էր տարածվել խմբակցության անունից, անկեղծ ասած դա ինձ մոտ հարցեր է առաջացրել եւ ես մայիսի 5-ին գրավոր հարցում եմ ուղարկել խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ցավոք սրտի տեղեկատվության ազատության մասին օրենքով հարցմանը պատասխանելու ժամկետը վաղուց սպառվել է, մեկ շաբաթ էլ անցել է նույնիսկ, բայց պարոն Օհանյանը չի պատասխանել իմ հարցմանը, այսինքն խախտել է տեղեկատվության ազատության մասին օրենքը, սա էլ արհամարհական վերաբերմունքի մի դրսևորում է, չգիտեմ ինչի է այդպեսի վերաբերմունք, անկեղծ ասած չեմ կարող հասկանալ, բայց Սեյրան Մուշեղիչի հանդեպ իմ հարգանքից ելնելով, նաև Հայաստան խմբակցության մյուս բոլոր падգամավորների, ես չեմ պատրաստվում այս հարցով դիմել դատարան եւ դատարանով պարտավորեցնել, որպեսզի իրենք այդ հարցմանը պատասխանեն, ես դա անում եմ որպես կանոն վարչապետի աշխատակազմից կամ Սահմանադրական դատանի աշխատակազմից իմ հարցումներին չպատասխանելու դեպքում մինչև հիմա պրակտիկան դրան է վերաբերվել, բայց հիմքեր ունեմ ենթադրելու, որ այն հարցերը, որոնք բարձրացրել եմ, դրանք այնպիսին են, որ իրանք փաստորեն այլ ենթադրությունների հիմքեր կան։ Օրինակ ես ասում եմ, որտեղ է տեղի ունեցել այդ խմբակցության նիստը, որովհետև խմբակցությունների նիստերը պետք է լինեն միայն ազգային ժողովում, եթե խմբակցությունը նախապես չի որոշել արտագնալ նիստեր կազմակերպելու վերաբերյալ, այսինքն եթե խմբակցության թեկուզ բոլոր падգամավորները հավաքվեն մի ռեստորանում կամ մի մասնավոր գրասենյակում կամ ինչ-որ մեկի տանը, դա դեռ չի նշանակում, որ դա խմբակցության նիստ է, իրենք պարզ ազատ են իրենց սոցիալական շփումներում, բայց խմբակցության նիստերը պետք է լինեն ազգային ժողովում, դա իրանց խմբակցության աշխատանքի վայրը, ոնց որ ազգային ժողովի նիստերը, ոնց որ հանձնաժողովի նիստերը, այնպես խմբակցության նիստերը, դրանք պետք է լինեն ազգային ժողովում։ Եվ ես ուզում էի Սեյրան Օհանյանին առաջի հարցը այդ էի տվել։ Այդ հայտարարությունը, որ ընդունվել է խմբակցության որոշումը, չէ, եղել է, ասեք որտեղ է եղել հասցեն նիստի կամ ովքեր են ներկա եղել падգամավորներից, օրինակ պատիվ ունեմ այդ նամակը, որ չնայած նորմերը չէր պահպանված գրագրության, այնուամենայնիվ падգամավորների ստորագրությունները տեսանելի էր, ինձ հետաքրքիր, ասենք Հայաստան խմբակցության падգամավորները բոլորը ստորագրել են այդ տեքստի տակ, թե իրանց դա հրամցվել է, իրանց անունից կամ էլ միգուցե տեղյակ չեն եղել, իրանց անունից դա տարածվել է, իրանք բոլորիս հետ միասին ինտերնետում կարդացել են, ստիպված են եղել այդ ընդդեի գրածը
պաշտպանեն, որտեղ ասում եմ, խնդրում նիստի արձանագրության պատճեն տվեք այդ օրվա նիստի, քվեարկության արդյունքները, որ իմանանք, ասենք, պատգամավորներից ով է կողմ եղել այդ տեքստի ընդունմանը, կարող է միգուցե պատգամավորներն եղել, որոնք դեմ են եղել, բայց չի պատասխանել Սերյան Օհանյանը, ինչից կարելի է ենթադրել, որ այդպիսի նիստ ոչ էլ եղել է, ոչ էլ նման քննարկում եղել է, մեծ հավանականությամբ այդ տեքստը իրանց անունից տարածվել է։ Եթե դա տենց չի, կարային այդ հարցմանը պատասխանեն եւ մենք իմանանք ինչ է եղել։ Ամեն դեպքում մենք կարող ենք ենթադրել, որ դա ըստ էության պատշաճ կերպով քննարկված եւ ընդունված հայտարարություն չի եղել Հայաստան խմբակցության անունից տարածված հայտարարությունը։ Ուրեմն ինչ ունենք մենք, ես ասացի, որ հաջորդ շաբաթվա հանդիպումներն են մայիսի 19-ին առողջապահության հարցերի հանձնաժողովում, մայիսի 20-ին ֆինանսավարկային բյուջետային հարցերի հանձնաժողովում, 21-ին պաշտպանության անվտանգության հարցերի հանձնաժողով եւ 22-ին մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողով։ Ուրեմն այս ընթացքում մենք ենք շատ հարցազրույցներ տվել, ես եւ Նարեկ Մալյանը հանդես ենք եղել ուղիղ եթերներով, պարզաբանումներ ենք տվել եւ կարծում եմ դրանց հիմա անդրադառնալ կարիքը չկա։ Ու հիմնական զարգացում էլ որ տեղի ունեցել, դա եղել է քիչ առաջ որ ասում էի, Մասկ նորաստեղծ կուսակցության անունից, որի պատգամավորներ են հանդիսանում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից դուրս եկած Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Պաստայանը, նրանք հայտարարել են, որ սկսում են անվստահության գործընթաց եւ իրենց վարչապետի նախընտրելի տեխնացուն Էդմոն Մարուկյանն է։ Անկեղծ ասած Հովիկ Աղազարյանը ասել էր, որ իրենք սկսելու են անվստահության գործընթաց, բայց հայտնել էր, որ մայիսի 25-ը հայտարարեն վարչապետի տեխնացուի մասին, բայց զարմանալիորեն շուրջ շտապողականություն են ցուցաբերել եւ մայիսի 16-ին են հայտարարել, որ ունեն վարչապետի տեխնացու։ Ինչ որ արագ process-ներ են սկսել, ասենք Էդմոն Մարուկյանը միանգամից ցենզուր փաթորը գնացել է ներքին գործերի նախարարության վիզաների եւ անձնագրային այդ միգրացիոն եւ անձնագրային ծառայություն, միանգամից ստացել է վերջին 4 տարում Հայաստանի մշտապես բնակվելու տեղեկանքը, որը որ անհրաժեշտ պահանջ է այդ փաստաթղթերը կազմելու համար, իսկ դա անհրաժեշտ է ազգային ժողովի նախագահին ներկայացնելու համար, այսինքն այս փուլում նրա կարիքը դեռևս չկար։ Հետո արդեն սկսել է մտնել այդպես նախընտրական բանի մեջ, ընթացքների մեջ, միանգամից ուղիղ եթերով ներկայացրել է այս իմպիչմենտի գործընթացը ընդամենը 3-4 օր առաջ ասում էր, որ դա իրատեսական չի, դա հնարավոր չի անել։ Մենք էլ զանգում է Հայաստան խմբակցության ղեկավար ուղիղ եթերում, զանգում է Հայաստան խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանին, զանգում է պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջյանին, հանդիպումներ է խնդրում իր տեխնացությունը քննարկելու համար, բայց հետաքրքիր է, որ չի զանգում, ասենք օրինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Այն դեպքում, երբ որ ասենք իր տեխնացուն առաջադրել են պատգամավորներ, որոնք դուրս են եկել քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, այսինքն այդ լոգիկայի մեջ են դա ընդդիմադիր պատգամավորների հետ իր էլի կարող է նախաձեռնել հանդիպել, բայց կարծում եմ, որ առաջնային ինքը պետք է ազգային ժողովի ամենամեծ խմբակցության պատգամավորների հետ փորձի հանդիպել, մանավանդ որ նրանց մեծամասնությունը իր թիմակիցներն են, իր քաղաքական ընկերներն են, դեռևս երկդաշինքի ժամանակներից այդ միասին երկդաշինքի կազմում, որի առաջի համար եղել է կարծեմ հենց Էդմոն Մարուկյանը մասնակցել են ազգային ժողովի ընտրություններին, դրանից առաջ Երևանի ավականու ընտրություններին, այսինքն ինչի է ինքը ընդդիմադիր պատգամավորների հետ փորձում հանդիպել խմբակցությունների, այլ ոչ թե քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ։ Այնպես որ այս գործընթացը անկեղծ ասած իր մեջ այս պահի դրությամբ իմ տպավորությամբ որոշակի ռիսկեր է պարունակում, չնայած դա ամբողջությամբ տեղավորվում է մեր նախաձեռնության գաղափարախոսության մեջ, այսինքն մենք դիմել ենք պատգամավորներին, ասում ենք կառավարությունը ծրագիրը չի կատարում, խնդրում ենք նախաձեռնել անվստահության գործընթաց, իրանք էլ նախաձեռնել են։ Թե ով է իրանց վարչապետի տեխնացուն, պարզ է նայող, որ իրանց համար է նախընտրելի, այս իմաստով որևէ խնդիր գոյություն չունի, իրենք իրանց սահմանադրական իրավունքի շրջանակներում, դեպ դա կարային անային առանց մեր նամակները ազգային ժողով գրելու, առանց այդ արթուն ենք նախաձեռնության, այսինքն դա իրենց պատգամավոր իրավունքն է, ազատ օգտվել են այստեղ որևէ խնդիր
գոյություն չունի։ Խնդիրը ուղղակի կարծում եմ քաղաքական որոշ գործընթացների մեջ է, այն իմաստով, որ նախ Էդմոն Մարուկյանի կերպարը քաղաքականապես կարծում եմ ինձ համար ամենայն դեպս չափազանց խոցելի է, որովհետև ինքը Նիկոլ Փաշինյանի թիմակիցն է, նոր քիչ առաջ ասեցի, որ միասին դեռ 16 թվականին, 17 թվականի ընտրություններին երբ դաշինք են ստեղծել, ինքը Հոպլոն եւ Նիկոլ Փաշինյանը իրենց կուսակցություններով մասնակցել են Երևանի ավագանու ընտրություններին, ազգային ժողովի ընտրություններին։ Նիկոլ Փաշինյանը եղել է ելք խմբակցության ղեկավարը, որի կազմում падգամավոր է եղել Էդմոն Մարուկյանը։ 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Լուսավոր Հայաստան կուսակցությունը դաշինք է կազմել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա ներկայացուցիչները կառավարությունում պաշտոններ են զբաղեցրել Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում 18 թվականին նա Լուսավոր Հայաստան կուսակցությունը ընտրվել է ազգային ժողովում, մեծ խմբակցություն են ունեցել եւ կեղծ ընդդիմադրի ֆունկցիա են կատարել 21 թվականին միասին տապալել են Հայաստանում իշխանությունը համագործակցության գնալով Նիկոլ Փաշինյանի հետ, գնալով արտահերթ ընտրությունների, ինչի կարիք չկար, այսինքն Էդմոն Մարուկյանի գլխավորած Լուսավոր Հայաստան կուսակցությունը 21 թվականին ոչ թե պիտի տապալեին ընտրված ազգային ժողով, այլ այդ ժամանակ անվստահություն հայտնեին վարչապետ Նիկոլ Փաշինյանից իրենց խմբակցությամբ, ինչը որ չեն արել։ Դրանից հետո 20 թվականի պատերազմից հետո Էդմոն Մարուկյանը նորից համաձայնել է դառնալ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Նիկոլ Փաշինյանի կառավարությունում, որում զբաղվելով Լեռնային Ղարաբաղի խնդրով եղել է Արադ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում մասնակցել է Ադրբեջանի հետ բանակցություններին, փորձել է այդ հակարի կամրջով մարդասիրական բեռ հասցնել Արցախ այդ դիվանագիտական կորպուսի հետ աշխատանքը շատ ակտիվ ձևով անում էր Էդմոն Մարուկյանը, հետո էլ ոչ թե ինքն է վայր հրաժարական ներկայացրել քաղաքական, գաղափարական տարակարծություններ ունենալով Փաշինյանի հետ, այլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է հեռացրել Էդմոն Մարուկյանին զբաղեցրած պաշտոնից եւ դրանից հետո հիմա հանդես է գալի ինչ-որ անհասկանալի ոչ էլ անդիմադիր, ոչ էլ իշխանական դիրքերից, այսինքն նրա քաղաքական կերպարը շատ տարօրինակ է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացում նրա այդ վարչապետի տեխնացուի կարգավիճակ ունենալու իմաստով։ Շատ կասկա դեռևս վստահություն չկա նախաձեռնության հեղինակների Հովիկ Աղազյանի եւ Հակոբ Ասլյանի քաղաքական դիրքորոշումների համար։ Ճիշտ է, նրանք հեռացվել են քաղաքացիական պայմանագիր եւ խմբակցությունից եւ կուսակցությունից, բայց դա էլ իրենց կամքով չի։ Կուսակցությունը եւ խմբակցությունը իրենք են որոշում կայացրել Հովիկ Աղազյանին, հետո էլ Հակոբ Ասլյանին հեռացնելու համար։ Եվ ճիշտ է, պատճառը նրանց որոշակի սկզբունքայնությունն է եղել չի ենթարկվել Նիկոլ Փաշինյանի կամ խմբակցության հանիրավի որոշումներին, քմահաճություններին, այդ իմաստով իհարկե գնահատելի է նրանց պահվածքը, համենայն դեպս ուսապարկից տարբերվող մարդկային կերպարին, падգամավորին բնորոշ վարք են դրսևորել, որ սկզբունքայնության էլեմենտներ են ցույց տվել, բայց նրանց դուրս գալու պատճառը քաղաքական չի, այսինքն նրանք չեն ասել, որ Նիկոլ Փաշինյանը տապալել է, Արցախը հանձնել է Ադրբեջան եւ այլ։ Պատճառը ընդհանրապես այդ ոչխարներն են, ոչխարներ նկատի ունեն բառի բուն իմաստով, այն քրեական գործը, որում ներգրաված է Հովիկ Աղազյանը, որը վերաբերում է մանր եղջերավոր անասուններին, այսինքն ոչխարների ինչ-որ արտահանման, եսիմինչի հետ կապված գործերին, այսինքն անձնական բնույթի ներթիմային հարաբերություններն են պատճառը եւ դժվար է ասել, որ նրանք հիմա այս պահին հանդես են գալիս ռադիկալ ընդդիմադիր քաղաքական ընդդիմախոսի դիրքերից եւ առայժմ այդ նախաձեռնությանը միայն իրենք են միացել։ Չնայած իրենց նախաձեռնությունը, ասեմ ձեզ, բովանդակային իմաստով ամենահիմնավորն է, որովհետեւ եւ Հակոբ Ասլյանը եւ Հովիկ Աղազյանը падգամավոր են ընտրվել ՔՊ-ի համամասնական ցուցակով, իսկ կառավարության գործունեության ծրագրի հիմքում ՔՊ-ի նախընտրական խոստումներն են։ Այսինքն մենք որ ասում ենք, որ ՔՊ-ից պիտի падգամավորներ միանան, այո, պիտի միանան, ինչի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը առաջին հերթին չի կատարում իրենց խոստումները, նաեւ իրենց падգամավորների, որոնցով իրենք ընտրվել են падգամավոր։ Հետևաբար նախկին գործող ՔՊ-ականների նախաձեռնությունը ամենահիմնավորն է այս գործընթացում, այդ տեսանկյունից ամեն ինչը շատ ճիշտ է, բայց անհանգստանալու տեղ կա, ռիսկեր ունի կոնկրետ Էդմոն Մարուկյանի տեխնացությամբ այդ падգամավորների նախաձեռնած գործընթացը իր մեջ որոշակի
ռիսկեր է պարունակում։ Չնայած ասեմ ձեզ եւս մի ռիսկ էլ կա, դա վերաբերվում է Էդմոն Մարուկյանի վերջին ուղիղ եթերով լայվում հայտարարությանը, որովհետև նա ասաց, որ եթե լինի 36 կողմ նախաձեռնությանը միացող падգամավոր, իրենք կսկսեն վարչապետին անվստահություն հայտնելու պաշտոնական գործընթաց, այսինքն թղթերը կհանձնեն ազգային ժողովի նախագահին եւ կսկսեն։ Անկեղծ ասած, սա սխալ մոտեցում է, այս մոտեցումով նաև ընդդիմադիր խմբակցությունների падգամավորներն են փաստարկում, որ պետք է 36 ստորագրություն գործընթաց Սիրելի քաղաքացի, ով ձեզ դա կասի, միանգամից այդ միտքը ճղեք, թափեք, ըսկի մի էլ լսեք, որովհետև 36 ստորագրությունը անհրաժեշտ է գործընթացը սկսելու համար, բայց պարտադիր չի, այսինքն դու կարող ես նաև ունենալ ոչ թե 36, այլ 40 ստորագրություն, բայց գործընթացը դեռ չհանձնես ազգային ժողովի նախագահին, որովհետև եթե 40 ստորագրությունով հանձնես, բայց որոշման կայացման համար 54 ձայն է պետք, եթե դու 54 կողմ ձայն չունես, իմաստը ո՞րն է դա տանես հանձնես ձախողվի։ Տեսեք, մարդիկ մեզ ասում են, չէ՞, սա դատապարտված է ձախողման, ոչ, կախված է գործընթացը իրականացնողների խելամտությունից։ Մանավանդ որ քվեարկությունը դա անվանական քվեարկություն, այսինքն մեկը երևալու է, թե որ падգամավորը ոնց է քվեարկում։ Եթե падգամավորը միանում է այդ նախաձեռնությանը, ապա ինչի սպասենք, որ տանենք քվեարկության երևա։ Դա պետք է նախապես առնվազն մի 60 падգամավոր միանա, այսինքն ով որ պիտի միանա, ոչ թե քվեարկությամբ պիտի միանա, այլ նախաձեռնությանը պիտի միանա, որ մենք վստահենք, որ այդ որոշումը կայացվելու է։ Հակառակ դեպքում ավանտյուրան, որը շահացնում են հիմա շատերը, հենց դա կլինի, որ տանես դնես չանցնի, բայց մենք խո հիմար չենք, որ տանենք դնենք չանցնի, այսինքն այն этаպում պետք է դա անել, երբ որ վստահ լինես, որ այդ որոշումը կայացվելու է, այսինքն առնվազն 60 падգամավոր պիտի դրա տակ ստորագրություն դնի, պետք է աշխատանքը շարունակել, անգամ 36 ստորագրության արկայության դեպքում պետք է դեռ չհանձնել ազգային ժողովի նախագահին։ Բայց Էդմոն Մարուկյանի հայտարարությունները, որ եթե ինքը 36 ստորագրություն իր տեխնայության օգտին լինի, ապա ինքը միանգամից դա կհանձնեն ազգային ժողովի նախագահին եւ կսկսեն գործածը կտանեն ձախողման։ Դրա համար ես հորդորում եմ մեր ընդդիմադիր խմբակցությունների Հայաստան պատիվ ունեմ խմբակցությունների падգամավորներին, եթե առաջիկայում հանդիպեն Էդմոն Մարուկյանի կամ նախաձեռնության հեղինակների հետ, զգուշավորություն ցուցաբերեն նրա տեխնացության օգտին իրենց ձայները տալուն եւ իմ անկեղծ ասած ակնկալիքն է, որ նրանք ավելի շուտ սկսեն իրենց սեփական նախաձեռնությունները, Հայաստան խմբակցությունը, պատիվ ունեմ խմբակցության падգամավորները իրենց սեփական նախաձեռնությունը սկսեն, քան առանց որևէ երաշխիքների միանան այս տեխնացությամբ մեկնարկած նախաձեռնությանը։ Ամփոփելով սիրելի հայրենակիցներ, շատ չզբաղեցնեմ ձեզ, մենք ունենք հետևյալ վիճակը, մենք արդեն հաղթահարել ենք այս գործընթացի այն փուլը, երբ որ մարդիկ սկեպտիկ վերաբերմունք ունեն, որ ասում են դա հնարավոր չի, դա չլնող բան է եւ այլն, այդ փուլը անցել ենք, մարդիկ հասկացել են, որ դա շատ լուրջ քաղաքական օրակարգ է, ամբողջ հասարակության խոսույթը ներքաղաքական կյանքի գլխավոր օրակարգային հարցն է։ Մեզ բարեբախտաբար հաջողվեց դա հասցնել լայն հանրությանը եւ այդ առումով նաեւ լրատվամիջոցներն են մեծ օգտակար գործարել եւ բացի այդ գաղափարն է այստեղ ամենակարևորը, կարևոր չի դրա մասին ով է խոսում։ Հիմա դրա մասին այսօր ես եմ խոսում, երեք Նարեկն էր խոսում, այլամ յուրիշոր ուրիշ падգամավոր քաղաքական գործիչներ, այստեղ գաղափարի հարց է, գաղափարից ոչ ոք հրաժարվել չի կարող, այստեղ անձերը իմ անհատական անձնական հատկանիշը կլինի մյուսների ունեն 100-երորդական նշանակություն այստեղ, այսինքն նես չէ որ Էդգար Ղազարյանն է ասում, Էդգար Ղազարյանը չասի է մյուսն ասելու, այսի Էդգար Ղազարյանը խո ինքը չի հեղինակի այդ միտքը, որ կարելի է վարչապետին անվստահություն։ Սահմանադրական նորմա է, ես դրա նկատմամբ ոչ մի հեղինակային իրավունքներ չունեմ, ոչ էլ ուրիշներ ունեմ, որ ասեն, մենք ավելի շուտ ենք ասել, մենք դա շատ լավ, դուք եք ասել։ 2015 թվականից մեր սահմանադրության մեջ դա գրած է, ոչ մեկ դա չի ասել։ Այսինքն այդպես մրցապայքար գոյություն չունի, անձերի հանգամանքը այստեղ 100-երորդական է,
շատ ծիծաղելի են անլուրջ այդ մոտեցումները, սա անլուրջ է բան, ասես առավոտից իրիկուն իրանք ասում են, որ դա անլուրջ է, ու պարզվում է, որ առավոտից իրիկուն իրանք դրա մասին խոսում են, հայտարարություններ, բա որ անլուրջ է, ինչի՞ հայտարարություններ արել, բա որ անլուրջ է, ինչի՞ է այդ թեմային, հիմա այդ նույն գործելավոճը ԿՊ-ն է անում, իրանք են խուսափում, չհանդիպեն, չքննարկեն, հենց լրագրողներն իրանք հարցն են, անլուրջ է, ծիծաղի առարկա է, ծաղրացումներ են, դա եղավ, շատ լավ է, գեժի դարա, բանը որ դուք ասիք Ղազարյան Էդգարին ասիք ծաղրացու, Ղազարյան Էդգարը կլինի ծաղրացու, ձեր ասելով ալնելու։ Այնպես որ այդ ինչ որ ասում է, մենք դա ոչ անձնական վիրավորանք ենք ընդունում, ոչ էլ ուշադրություն ենք դարձնում, այստեղ իսկապես շատ լուրջ է գործընթաց, այն ինչ որ սահմանադրությամբ է նախատեսված, այն ինչ որ օրենքով է նախատեսված, ո՞նց կարելի է դրան ասել անլուրջ։ Դա իսկապես շատ լուրջ է, մենք շատ լուրջ ենք տրամադրված, նաև առաջ գնալու հետագա քայլերի իմաստով։ Անմիտ են մոտեցումները, որ սա նպատակ ունի թիրախավորելու, այսօր էլ եմ կարդում կամ պատգամավոր են ասում, Հայաստան խմբակցությանը կամ երկրորդ նախագահ Ռոբերտ, ես ասում եմ այն մարդիկ, ովքեր այդ նախադասությունը ասում են, մեկ կարան իրանց արտաբերած կամ իրանց գրած նախադասությունը իրանց համար կարդան։ Այսինքն, ասում եմ, Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը թիրախավորում է Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն այդ ասող մարդը ինչ է մտածում։ Ինքը նույնացնում է Նիկոլ Փաշինյանի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ասենք եթե մենք բոլոր նամակները գրել ենք բոլոր պատգամավորներին, ես ինքս ասենք ամբողջ նախորդ շաբաթվա իմ հանդիպումների նպատակ եղել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները։ Հայաստան դաշինքին այս գործընթացը թիրախավորելը որտեղ է երևում, հակառակը ասել, տեսեք, այս ուզում այս կարևոր բան է։ Ես այսքան գնում եմ ազգային ժողովում հանդիպումներ, մի ինդիմադիր պատգամավոր, հələ հետս չի եկել։ Ասենք օրինակ նախապես դնում եմ, այդքան լրագրող որ գալիս են, նշան իմանում են, չէ՞ որ գալիս են։ Ես ում անամ, ասենք մի ինդիմադիր, այդ խմբակցության, ասենք օրինակ այդ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամը, նաև դիմադրության շարժման համակարգով պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ասենք օրինակ, եթե ԿՊ-ից պատգամավորը չի գալի, ինքը որպես հանձնաժողովի անդամ կարար գար, մասնակցել ընդունել, բայց ասում է գնա ԿՊ-ական բեր։ Հիմա գնացել եմ ԿՊ-ական բերելու այդ ձեր պատկերացումներով, էլի, բա դուք ինձ պիտի այդ հարցում եմ, այսինքն ես կամ ձեր աշխատանքի վայր Դուք այդ ԿՊ-ականների հետ նստեք մշտական հանձնաժողովի նիստերին, գնաք հետը գործողումների, հետները ժամանակ անցկացնեք, չգիտեմ ինչ անեք, ես էլ գալիս եմ ընդ մի հատ չեք գալի կանգնեք, ասենք օրինակ ազգային ժողովի ես օրինակ պատկերացնում էի, որ ենթադրենք ընդդիմադիր խմբակցությունների մի 10 պատգամավոր Ռուբինյանի հետ հանդիպանը կգան իրանքի կնստեն, ինչ ա եղել։ Ռուբինյանը խոչի, պատգամավորին խոչի կարաս, ինչ եք եկե ընդունելությանը մար, պատգամավորում լավ եկել եմ տնամ ոնց ես քաղաքացիներին ընդունում։ Ու եթե ինքը հրաժարվում է ինձ հետ հանդիպելուց, տեղում չէ կարան ասեն հələ մի հատ արիստ է։ Դու մեր ազգային ժողովի փոխնախագահն ես, քաղաքացի եկել է քո հետ, այսինքն ոնց է չեմ ընդունում, ոնց է չես ընդունում։ Բա ինչ ես անում որ չես ընդունում, բա գործի տանուն ինչ է որ, այսինքն պայքարը մեր միասնական չէ պիտի լինի, բայց դրսից քաղաքացու կարգավիճակով որ ոչ падգամավոր են, ոչ հնարավորություններ ունեն, չէ ասենք չկայանա հանդիպումը չեմ կարա գնամ, շենք չեմ կարա մտնեմ, դուք այդ շենքի մեջ, բայց չեք գալի այդ գործընթացին մասնակից ելնեք, նույնիսկ ձեր հանձնաժողովի անդամներն եք դուք, բայց մեռամ ասելով այդ նույն Հայաստանի եւ Արցախի խորհրդաների միջև համագործակցության հանձնաժողով 9 ընդդիմադիր падգամավոր կան գրկված։ Բայց դուք ինչի չեք եթում այդ հարցերը իրանց առաջ բարձրացնեք, այդ ազգային ժողովի նախագահին ասեք, հանձնաժողովի նախագահից քո ստեղծած հանձնաժողովն է, չի նիշ ես անում։ Ես հանձնաժողովի անդամ եմ, ուզում եմ նիստ անենք։ Բայց իրանք պիտի որևէ ձևով այդ պայքարին մասնակից չլեն, այսինքն ասես նստեն, սպասեն, ասեմ, դե քանի որ դուք էլ դա նախաձեռնել եք, ասես առավոտից երեկոն ձեզ կոտոյլով չարչարում են, դա անում եք ոչ թե Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու, դա անլուրջ է, դա մեկա չլող բան է, բան, այլ մեզ թիրախավորելու, այ քեզ բան, ասես առողջ բանականություն, մտածողություն եցող մարդ, այս բան կասի։ Այդպես բան կա, ասենք ասում ես տեսակետ ես հայտում, չէ՞։ Բայց չես մտածում, որ մեկը քեզ հարցնի ասի, ո՞նց ես հիմնավորում, ինչ ես ասելու, ո՞նց ես հիմնավորում, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը դա ընդդիմության դեմ է։ Այսինքն այդ նախադասություն ասող մարդը,
իր ասածը կարելի է մատ բարձր ասի լսի։ Ես օրինակ հիմա մատ բարձր ասում եմ ձեր ասած միտքը։ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նախաձեռնությունը դա ընդդիմության դեմ է։ Լսակ ինչ եք ասել դուք։ Դա ասելու բան է։ Այսինքն դուք ու Նիկոլ Փաշինյանն նույնն եք, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը դա ձեր դեմ է։ Կամ ասենք թե ենթադրենք մենք եք այսօր ասում ենք լավ 1000 ներողություն աղբեր ջան գալատ ենք արել մեզ ներեք էլի ներեք այ աղբեր հիմար ենք էլի չենք հասկացել 1000 ներողություն չեղարկեք այս անվստահության այս իմպիչմենտի մասին այլևս ոչ մեկ չխոսա ոչ ես եմ խոսում Նարեկ ջան Մայլան ջան աղբեր բեր թարգենք էլի սաղդ էլ ժողովուրդ ջան ով մինչև հիմա էսի հիմնավոր եք համարե Մոռացեք աղբեր չլող բան այսի ծաղրի առարկա է այսի լուրջ չի աղբեր ծաղր է մոռացեք ինչ է ալնում դրա հետևանքը կարեք ինձ ասեք Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ Էտա ձեր ուզածը այսինքն դուք ուզում եք որ Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ իրան իշխանությունից հեռացնելու ոչ մի ջանք ոչ մի գործընթաց չասում մենք պայքարում ենք ինչ ես անում որ պայքարում ես այսինքն ուրիշ Եթե պայքարի քո միակ հնարավորությունը եւ որպես падգամավոր քո միակ լիազորությունը դա է եթե դա դու չես անում ո՞նց ես պայքարում ինչն ես պայքարում մենք մենակ լուրջ բան մենք պիտի իմանանք համոզված լինենք որ էդի արդյունքը տալու նոր դա անենք այսինքն ստացվում է իրանց ասելուց ստացվում է որ դիմադրության շարժման ձախողումը դա գիտակցված է եղել Իրանց ասել, ես այդ իմ կարծիքը չի, իրանց կարծիքն է, որովհետև պարզվում է, որ իրանք միայն լուրջ բան են անում, իրանք վստահ են արդյունքի ինչ ալնելու, նոր են անում։ Այսինքն ի սկզբանե վստահ են եղել, որ ժողովրդին հանելու են փողոց, հրաժարական են պահանջելու, վստահ են եղել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու, ինչի արդյունքում ինքը մնալու է իշխանությունը ամրապնդելու է, ու այս սաղ Տշնամական քայլերը մեր ժողովրդի հանդեպ գիտակցելով, որ դա տենց ալելու, հասկանալով դա արել են։ Տենց է ստացվում։ Բայց դուք ամեն ինչը տենց 100%-անոց պիտի լինի ձեր համար նորանեք, հա ձեր արած 100%-անոցները էդ է։ Հայերենիքի փրկության շարժումը տապալել եք, դիմադրության շարժումը տապալել եք, սրբազան շարժումը տապալել եք, Նիկոլ Փաշինյանը մնացել իշխանության։ Հիմա ասում ենք իմպիչմենտ չլող բան է։ Իրանք ըլողներն են արել էլի մինչև հիմա։ Ուրեմն սա լող է։ Ես կարծում եմ, որ շատ ցավալի է եկել, որ Հովիկ Աղազյանն ու Հակոբ Ասլյանը ընդդիմությունից առաջ են անցել։ Եվ որովհետև դեռ ամսի 28-ի եթե իրանք նամակ էին ստացել, 28-ի իրիկուն արդեն պիտի անվստահության գործընթաց ընդդիմադիր падգամավորները իմ ընկալումներում սկսած լինեին, բայց ոչինչ, դա ուշ չի, ցանկացած պահի դա կարելի է սկսել, եւ եթե Հովիկ Աղազյանն ու Հակոբ Ասլյանը իսկապես իրենց մտադրության մեջ ազնիվ են, այսինքն իրենց նպատակը ոչ թե ինչ-որ իրանց նկատմամբ ուշադրություն հրավիրելն է, իրանց անունները մամուլում քննարկման առարկա դարձնել, այլ վարչապետին անվստահություն հայտնելն է, իրենք էլ պիտի մտածեն, որ կարող են միանալ այլ падգամավորների նախաձեռնության։ Օրենքը արգելք չունի, այս պայն ազգային ժողովում կարա միաժամանակ լինի մի քանի նախաձեռնության մի հեղինակը կարա միանա նաև մյուս նախաձեռնությանը, եւ մենք ակնկալում ենք, ասի այս բոլոր փուլերը արդեն այս անլուրջ լինելու չլողի բանի sense այս փուլերը մենք վաղուց արդեն անցել ենք եւ արդեն մտնում ենք ավելի գործնական փուլ եւ կարծում եմ արդեն մեկնարկած պաշտոնական գործընթացը սա լուրջ մարտահրավեր է ընդդիմադիր падգամավորների համար այսինքն եթե ստացվի որ մեր падգամավորներից միայն Հովիկ Աղազյանն ու Հակոբ Ասլյանն են ուզում որ Նիկոլ Փաշինյանը հեռացվի սա մի քիչ շատ տարածք է օրինակ ես մինչեւ հիմա ասում եի չէ որ Այս պահի դրությամբ Նիկոլ Փաշինյանը վայելում է ազգային ժողովի բոլոր 107 падգամավորների վստահությունը, որովհետև նրանցից ոչ ոք դեռ չի սկսել անվստահություն հայտնելու գործ։ Ես այդ նախադասությունը այլևս ասել չեմ կարող։ Թիվը պիտի փոխվի։ Այսինքն այս պահի դրությամբ ես պիտի ասեմ Նիկոլ Փաշինյանը վայելում է ազգային ժողովի 105 падգամավորների վստահությունը, որովհետև երկու падգամավոր նախաձեռնել են անվստահություն հայտնելու գործընթաց։ Երբ որ կլինեն այլ падգամավորներ, որոնք նույնպես կնախաձեռնեն անվստահություն հայտնելու գործընթաց, այդ թիվը բնականաբար կփոխվի։ Այս պահին դա 105 է, որոնք որ իրենց վստահությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։ Հուսով եմ, որ եկող շաբաթվա ընթացքում իրադարձությունները արագ կզարգանան։ Մենք շարունակելու ենք ակտիվ տեմպով աշխատանքը ազգային ժողովում Ես նորից խնդրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը, որ գան միասին աշխատենք մեր ժողովրդին ցույց տանք, թե
ինչ դիրքորոշում ունեմ պատգամավորեն, այդ պարտավորեն իմ առջև նստած նկատի հաշվեք, թե ես բոլորիդ փոխարեն եմ գնում դա անելու, վստահ եմ ես տենց էլ ես այդ ընկալումով է գնում եմ, որպեսզի ամբողջ ժողովուրդը իր գործը չթողնի այդ երկուշաբթի օրը ենթադրենք ամսի 19-ի ժամը 11-ին ազգային ժողովի ընդունարան, դուք ձեր գործով զբաղվեք, ես ձեր բոլորի փոխարեն կգնամ, նրանցից այդ պահանջները կներկայացնեմ, իրանք պիտի այդ հարցերին պատասխանեն, դուք էլ ուղիղ եթերում լսեք։ Եթե տեսնենք, որ իրենք հերթական անգամ խուսափում են դրանից, մենք կմտածենք, թե ոնց անենք, որ բոլորս միասին մի անգամ գնանք, այդ ժամանակ իրանք հաստատ մեր հարցերի պատասխանը կտան։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, մենք բարձր տրամադրությամբ, նոր լիցքերով, նոր ոգևորությամբ շարունակում ենք այս գործընթացին, այս նախաձեռնության մեր պայքարը եւ առավել քան վստահ եմ, որ սա այն օրինական սահմանադրական ճանապարհն է, որով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, դրան խանգարում է միայն մեր բոլորի ջանքերի մեկտեղումը, այսինքն այն մարդիկ, ովքեր դա պիտի անեն, ասում են իրանք են հիմա առաջի этаպում դրան դիմադրություն ցույց տալի, ոչինչ։ Աստիճանաբար իրանք էլ իրանց մոտեցումները կվերանային, ու դա նորմալ է։ Պարտադիր չի մարդը մի անգամ կարծիք ասի, ինքն իր կարծիքի ձեռը կրակը։ Մարդը կարա նաև որոշակի փաստարկների, հանգամանքների ազդեցության տակ նաև իր տեսակետը վերանա։ Ես հուսով եմ, որ դա այդպես կլինի եւ մենք եկող շաբաթվա ընթացքում կունենանք վարչապետին անվստահություն հայտնելու նոր գործընթացներ վարչապետի այլ տեխնացուներով։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, մենք շաբաթվա ընթացքում էլ ձեզ տեղեկություն կտանք, շաբաթվա վերջին նորից ես ձեզ կներկայացնեմ արդեն հաջորդ շաբաթվա իրադարձությունների ամփոփումը։ Շնորհակալություն ձեզ հաջող հանգստյան օրեր եմ մաղթում, ստեսություն ձեզ։